Գիտես, զարմանում եմ մարդկանց վրա, երբ չեն անում ոչ մի հարցում ու դառնում են պահանջատեր, տարատեսակ, տարաբնույթ մարդկանց հարցում, զարմանում եմ, որ մինչ հիմա զարմանում եմ, բայց կփորձեմ թերթել միտքս ու կատարել մի այնպիսի փոքրիկ անցում, երբ քայլում եմ անհարթ ճամփով և կոշիկն իմ հնամաշ քար է առնում, մի անտեր ցավ գալարվում է ոտքիս վրա, մտածում եմ, դե կոշիկ է, հնար չունի չհնանա, այսօրև է դեն կնետեմ, նա էլ ինձանից վաղուց արդեն հոգնել է շատ, չի նեղանա, ծեր է արդեն, և զայրույթը ողջ իմ օրվա թափում եմ խեղճ քարի վրա, իսկույն մտքիս քարն է առնում, որն է արդյոք մեղքը նրա, ինչ իմանամ, մեծ էր արդյոք, ով հոգնել էր օրվա հոգսից, ինչ իմանար, որ նստել էր խեղճը ուղիղ ճամփիս վրա, թե երեխա, ով թավալվել ու խաղում էր հողերի հետ և անզգույշ կանգնեց ուղիղ ոտքիս վրա, իսկ կարող է ծեր էր արդեն ու չէր տեսնում աչքը նրա, ծունկը գետնին զարկել էր ու հառաչում էր իր բախտազուրկ կյանքի վրա, նորից հեռվից միտքս առնում ինձ եմ տալիս ու շարունակ զարմանում եմ մարդկային այս զարմանալի մտքի վրա, երբ չեն անում ոչ մի հարցում ու դառնում են պահանջատեր, տարատեսակ, տարաբնույթ մարդկանց հարցում ու շարունակ զարմանում եմ։